Սիվիկ խնդրեմ։ Կալցուն, պարոն Մամիջանյան, Հայաստան խմբակցության անդամ պարոն Արմեն Ռուստամյանը օրերս ի պատասխան իմ հարցի արդյոք քաղաքական լայն ճակատով, ընդդիմադիր լայն ճակատով գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հանդիպումներ են կայացել նաև Հանրապետական կուսակցության եւ պարոն Սերժ Սարգսյանի հետ, ասաց, որ այո, հանդիպել են, խոսել են։ Խնդրում եմ տեղեկություն կհաղորդեք, ինչ խոսակցություն է տեղի ունեցել, ինչի շուրջ եք համաձայնել, ինչի շուրջ ոչ, եւ այս պայդրությամբ Հանրապետական կուսակցությունը հստակեցրել է 26-ի ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու դաշինքով, առանձին եւ հնարավոր ձևավորվելիք ընդդիմադիր դաշինքներից, որոնցից մեկը ենթադրաբար կլինի Հայաստան դաշինքի ընդլայնված ձևը, մյուսը ուժեղ Հայաստան կուսակցության շուրջ ենթադրաբար, որտեղ եք ավելի ձեզ կոմֆորտ զգալու։ Շնորհակալություն։ Առաջին հարցինի պատասխան, այո, այդ հանդիպումը տեղի ունեցել, այդ հանդիպման մասին հրապարակային հաղորդագրություն է հաղորդվել եւ ավելին, քան հրապարակային հաղորդագրությունն է հաղորդվել, այսինքն հանդիպման փաստի մասին, ես որևէ տվյալ չեմ ներկայացնում, որովհետեւ դա աշխատանքային քննարկում էր։ Այդպիսի քննարկումներ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ունենում է երևի ամեն օր ամենատարբեր դերակատարների հետ։ Սա առաջինը, ուստի այլ տվյալներ այս պահին չեն հանրայնացվել։ Երկրորդ հարցը, դուք ոնց ձևակերպեցիք կոմֆորտ, ես ինձ կոմֆորտ իմ հայրենիքում եմ զգում, ցանկացած տեղ, ընդ որում ցանկացած կարգավիճակում, պատգամավորի, ցուցարարի, իմ ընկերները, օրինակ Նարեկը Սամսոնյան, իրեն արժանապատիվ է զգում նաև 14 օր հացադուլի եւ Գաբանտարկյալի կարգավիճակում։ Մեր մյուս քաղաքաբանտարկյալ ընկերները Վազգենը, Դավիթը, Արմենը Աշոտյան, Սրբազանն, բոլոր մեր գործընկերները իրենց արժանապատիվ են զգում նաև քաղաքաբանտարկյալի կարգավիճակում։ Մարդկա ազատության մեջ է նման ճոխություն իրեն թույլ տալ չի կարող։ Ինչ վերաբերվում է մասնակցության ֆորմատին, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախորդ գործադիր նիստից հետո, որը ուրբաթ էր տեղի ունեցել անցած շաբաթ, մենք հայտարարել ենք, որ մենք սկսել ենք գործադիր մարմնում քննարկել մասնակցության հարցը, որևէ բան այս պահին ասել չեմ կարող, որտեղ քննարկումները դեռևս ընթանում են։ Մի պարզ պատճառ կա այդ որոշման կայացման այսպիսի տրամաբանության։ Մեր համար սրանք ուղղակի ընտրություններ չեն, որ մենք հաշվարկենք, ասենք դե լավ, սենց արդյունք կլինի եւ այլն եւ այլն։ Այստեղ մենք, ինչպես եւ այս բոլոր տարիների ընթացքում ունենք մեկ նպատակ՝ Փաշինյանի հեռացում, որը հավասարազոր է եւ հոմանիշ է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման եւ անվտանգության։ Ուստի այս որոշումը շատ հանգամանալից, շատ կշռադատված պիտի կայացվի եւ յուրաքանչյուր դերակատար պիտի ինքը հստակ պատասխան ունենա, թե իր այս կամ այն գործողությամբ ինքը ինչպես եւ ինչքանով է նպաստում Հայաստանում իշխանապողության իրականացմանը, եթե իհարկե բոլոր դերակատարների հայտարարած եւ իրական նպատակները նույնն են։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար